Այցը Նախիջևան այս անգամ նշանավորվում է նաև ծավալուն հարցազրույցով, որտեղ Բաքվի բռնապետն իր վերահսկողության տակ գործող AzTV-ին պատմում է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ստեղծելու գաղափարն իրենն է եւ դրա մասին երազում էին վաղուց։ Հիմա հասել են երազանքին։ Խաղաղության պատուհանը բաց է, բայց Ալիևն այս անգամ էլ չի զսպում Հայաստանի մասին կամահրանքով խոսելու մոլուցքը։ Զանգեզուր դահլիզին Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, ինչպես ձեզ հայտնի է, մեր նախաձեռնությունն էր։ Ադրբեջանի հիմնական հատվածը նրա անբաժանելի մասի Նախիջևանի հետ կապելը մեր վաղեմի երազանքը։ Մենք վստահությամբ եւ մեծ հմտությամբ քայլում ենք դեպի այս նպատակը։ Մենք մոտենում ենք եւ արդեն մոտեցել ենք։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի կապակցությամբ Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները Հայաստանի վարչապետը ստորագրեցին եռակողմ հայտարարություն։ Իրականում Հայաստանի համար սա կապիտուլյացիայի ակտ էր, քանի որ Հայաստանը հանձնվել էր։ Իրեն հաղթող հռչակած Ադրբեջանի սուլթանն ամեն անգամ նեղսրտում է, թե այս տարիների ընթացքում միջանցքը բացելու քայլեր չեն ձեռնարկել։ Երևանին ու Մոսկվային կրկին մեղադրում է գործընթացը ձգձգելու համար։ Ասում է, որ մեկնարկը տրվեց միայն ամերիկյան կողմի շնորհիվ։ Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահմանին։ Նախիջևանում դրա շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են։ Ադրբեջանի նախագահի խոսքով Թրամփի հետ վերջին զրույցից պարզ է դարձել, որ Հայաստանի տարածքում 42 կիլոմետրանոց երկաթուղային ճանապարհի շինարարությունը պետք է սկսվի այս տարի։ Իդեպ ադրբեջանցի մասնագետները TRIP նախագծի շրջանակում վերլուծություններ են իրականացրել Հայաստանի տարածքում եւ նույնիսկ որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։ Ստացվում է նաեւ, որ Հայաստանում ադրբեջանցիներն ակտիվ աշխատանքներ են իրականացնում։ Ալիևը նույնիսկ հանդգնում է զգուշացնել Հայաստանին չձգձգել հարցի լուծումը, համոզելով, որ դա բխում է հայ ժողովրդի շահերից։ Միաժամանակ Նախիջևանից ակնարկում է Մեծամորի ատոմակայանը փակելու անհրաժեշտության մասին։ Այսօր Հայաստանում էներգիայի հիմնական աղբյուրը շարունակում է մնալ ատոմային էլեկտրակայանը, որի կառավարումը նրանց ձեռքում չէ։ Այդ կայանը հնացած է եւ պոտենցիալ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար։ Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս տարբեր միջազգային հարթակներում մտահոգություն են հայտնել այս կապակցությամբ։ ԱԵԿ-ի շահագործման ժամկետը չի կարող անվերջ երկարաձգվել եւ վաղ թե ուշ կայանը պետք է փակվի։ Այդ դեպքում Հայաստանը կարող է բախվել լուրջ էներգետիկ ճգնաժամի, ուստի էներգամատակարարման լրացուցիչ աղբյուրի առկայությունը նրա համար շահավետ կլինի։ Իրեն տարածաշրջանի առանցքային խաղացողներից մեկը համարելով Ալիևը հայտարարում է, թե Հայաստանի տարածքում որքան շուտ ստեղծվի էներգետիկ միջանցք, այնքան լավ կլինի TRIP-ի ու ամբողջ հարավային Կովկասի համար։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։